Պարոն Ղարամանյան, մասնակցում եք այս ուխտիերթին, ինչ ակնկալիքով արդյոք կարծում եք, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու միտում ունի։ Ես չեմ կարող ասեմ ինքը ինչ միտումներ ունի, բայց ինքը այսպես թե այնպես պետք է հեռանա, որովհետև ինքը չի ներկայացնում հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այսքան բան։ Օրերս հայտարարություն ընդունվեց վարչապետի եւ 10 բարձրաստիճան հոգեվորականների կողմից բարենորոգման վերաբերյալ եկեղեցու, դուք ինչ դիտարկումներ ունեք այդ քայլերի հաջորդականությունը ինչքանով հնարավոր կլինի իրագործել։ Ես վստահ եմ, որ քայլերի հաջորդականությունը, որը նշված է հայտարարությունում, ամբողջությամբ իրականություն է դառնալու եւ առհասարակ մեր ժողովրդի, մեր եկեղեցու հոգեվորնորոգման ժամը հասունացել է եւ այս քայլերթը, այս ուխտիերթը նաեւ այդ նորոգման մի մասն է։ Կասկած չունեմ, որ իրականություն է դառնալու։ Ինչ ժամկետներում, օրինակ շատերը նշում են մինչև ընտրություններ ինքը կփորձի սպասել, կա դիտարկում նաեւ, որ ավելի շուտ պետք է հեռանա, ինչ դիտարկում դուք։ Այդ դեպքում ուրեմն իր հաշվարկները էլի քաղաքական են, որը եկեղեցականին հարի չի։ Եվս մեկ անգամ շեշտենք, որ իր բոլոր հաշվարկները դա ոգևոր չեն, դա քաղաքական են, ինչ անընդունելի է եւ եւս մեկ անգամ փաստում այն, որ ինքը շուտապույտ պետք է հեռանա։ Իսկ իրենք էլ հակառակը նշում են, որ օրինակ իշխանություններն են փորձում քաղաքական ճնշումների ենթարկել, այսօր էլ հենց Կտրիչ Ներսիսյանը այդ մասին էր հայտարարում, թե բռնաճնշումների է ենթարկվում։ Կտրիչ Ներսիսյանը 99 թվականից զբաղեցնում է կաթողիկոսի գահը, հա, եւ ինքը շատ լավ է տեսել, թե քաղաքական ճնշումները ոնց է լինում։ Ուխտիերթով, կոչերով եւ խաղաղ քաղաքական ճնշումներ չի լինում։ Ինքը շատ լավ տեսել է նախկին իշխանությունների ժամանակ, թե որն է քաղաքական ճնշումը եւ ես կարծում եմ սա ուղղակի փրփուրներից կախվելու ինչ որ մի բան է իր կողմից, որը ելի եմ ասում անօգուտ է։ Շուտապույտ պետք է հեռանա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար